Դուք արդեն մասամբ անդրադարձաք, բայց ինչու որոշեցիք մասնակցել որպես ավականու, ցուցակում Ժառանգության կուսակցության, որպես ավականու թեկնածու ընտրությունների մեջ միացնի։ Ես ասեցի նորից կրկնեմ, մեր երկիրը հիմա հասել է այն գագաթնակետին, մեր հանրապետությունը, չգիտեմ, այս ամեն ինչը տեսնելով ու իմ հոր հայրենասիրությունը իմ մեջ սերմանելով, ես մտածում եմ, եթե նա լիներ, հաստատ կողմ կլիներ, որ ես մասնակցեմ կամ իր ընտանիքից ինչ-որ մեկը։ Ու ես ուզում եմ իմ լուման ունենամ այս համայնքում, ինչ-որ օգուտ տամ, չգիտեմ, էլ ինչ ավելացնեմ, եւ որոշեցինք Ժառանգության կողմից դնենք թեկնածություն, մեր կուսակցությունը որոշեց Ժառանգության կողմից ընտրություններին մասնակցի, որովհետեւ Ժառանգությունը միակ կուսակցությունն է, որ քաղաքական ինտրիգաների մեջ չի եղել, քաղաքական խաղերի մեջ չի եղել եւ միշտ մաքուր է աշխատել։ Եվ նաև դուք ասացիք, որ ձեր հոր անունը մաքրելու կարիք չկա, ինչ եք տեսնում քարոզարշավի ընթացքում, օրինակ կային հրապարակումներ, որ այս ընտրությունները լավ հնարավորություն է Գրիգորյանի ընտանիքի համար մաքրելու նրա անունը եւ նաև ցույց տալու, որ Էջմիածնում իրականում այլ տեսակետ ունեն Մանվել Գրիգորյանի վերաբերյալ։ Քարոզարշավին մարդիկ մոտենում են ինձ, որ իմանում են ում աղջիկն եմ, ու մարդ կա, որ ասում է, մենք այն ժամանակ մտածում ենք, որ այդ ամեն ինչը իրական է, բայց հիմա գիտակցում ենք, որ իրական չի, որ եթե քո հայրը լիներ, այս երկրի վիճակը այսպես չէր լինի։ Մեր անունը ինձ թվում է մաքրելու կարիք չկա, որտեվ ինքներդ էլ տեսնում եք, որ մարդիկ էլ բացասական չեն վերաբերվում մեզ, որովհետև այդ իրանց սարքած թե վիդեոները, թե այդ ամեն ինչը, ինչ որ իրենք տարածեցին, այդ ամեն ինչը սուտ էր։ Եթե իրենք կարողանային ապացուցեին, որ դա ճիշտ է, այսքան դատական այս process-ները տարիներով չէր շարունակվի։ Եվ քանի որ այս իշխանությունները հաճախ խոսում են ատելության, սերմանման վերաբերյալ եւ այլը, ձեր ընտանիքը երևի լավ գիտի ինչ է նշանակում, երբ որ անձի նկատմամբ ատելություն են սերմանում։ Դուք կհիշեք այն ժամանակ ինչ էր կատարվում եւ ինչ ճանապարհ դուք անցաք, հա։ Ինչպես նշեցիք, մեր ընտանիքը այս երկրում ամենաառաջին քաղաքական հետապնդումն է ունեցել ու ճնշումները շատ էին, թե մարդկանց կողմից, թե չգիտեմ, բոլորի կողմից, շրջապատը, իշխանությունները անընդհատ ճնշում էին մեր ընտանիքին ու բերեցին նրան, որ հայրս ընկավ հիվանդանոց եւ այսօր չկան է։ Անգամ վերջում, երբ որ նա հիվանդանոցում պարկած էր, չթողեցին, որ երկրից դուրս գա, չհավատալով, որ նա կոմայի մեջ է, վատ է, մահամերձ է, ու հասցրեցին նրան այն վայրը, որտեղ նա հիմա կա։ Իսկ եղել է, որ օրինակ Էջմիածնում շատերը նաև այն ժամանակ պահանջում էին Մանվել Գրիգորյանին պատասխանատվության ենթարկել։ Եղել է, որ ձեզ մոտեցել են, ասել են, որ շատ են, դուք ասացիք գյուղերում նման դեպք եղել է։ Իսկ Էջմիածնում կոնկրետ եղել է, որ մոտենան, ասեն, ափսոսում են իրենց քայլերի համար կամ տրվել էին այն տեսանյութերին, որոնք տարածվել էր։ Էջմիածնում էլ են լիքը եղել տենց դեպքեր, որ մարդիկ մոտենում են, ասում են, որ մենք չենք գիտակցել ինչ է եղել, այդ սարքած շոուն այնպես են սարքել, որ բոլորը համատարած հավատում էին, բայց մարդիկ խելքի եկան։ Իսկ ինչպես եք վերաբերում նրան, որ օրինակ հիմա էլ թեև Մանվել Գրիգորյանը այլևս կենթանի չէ, նրան թիրախավորում են, օրինակ թեկնածուներից մեկն էլ, ու այդ թեկնածուն էլ գիտեք, որ ուժով է Արամ Սարգսյանի կուսակցությամբ, բայց հենց ինքը Արամ Սարգսյանը ժամանակին Մանվել Գրիգորյանի առաջ դռներն էր բացում իրենց տան։ Ես հիշում եմ, շատ է այցելել Մանվել Գրիգորյանը իրենց գյուղ։ Ասում եմ, ձեր հարցը արդեն պատասխանեցիք։ Ինչ ասեմ, մեր ընտանիքը, նույնիսկ նրա ուրվականի դեմ են կռիվ տալիս։ Ուրեմն իմ հայրը այնքան արած ունի այս քաղաքի համար ու այս երկրի, որ նրա ուրվականի հետ մինչ այսօր կռվում են։ Դա կարող եմ ասել ու սադրանքների չենք տրվում։ Եթե իրենցից ինչ-որ բան ներկայացնեին, մենք կհագադարձեինք, բայց չենք ուզում սադրանքների տրվել։
Մենք կշարունակենք մեր քաղաքակիրթ քարոզարշավը առանց փնովելու, առանց վիրավորելու, ոչ մեկի շողքի հետ չկռվելու, ոչ մեկին չհայհոյելով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։